Շնորհակալություն Արցախցուն հատուկ գնահատելու համար, դե ինձ էլ մի քիչ շողոքորթած է կնում, որպես Արցախ կերպար ներկայացնելով, բայց կարելի է այսօր շնորհավորենք Իգորին ծննդյան օրվա կապակցությամբ, շնորհավորենք հայ ազգին այսպիսի մեծ մարդ ծնելու կապակցությամբ, բայց հարց ուղենք էլի հայ ազգին, այսպիսի մեծ մարդիկ ունենալով, Իգոր ունենալով, Արամ Մանուկյան, Արտուր Մկրտչյան եք նայվում, հետևից եք գնում, ինչ եք կորցրել, ինչ եք մանկել, հավաքեք ձեզ, վերջի պատարիկներն ամնացել ես ազգի, կոլաբորանտ իշխանությունները պատրաստում են էդ էլ վերացնեն, հիմա սրանք որ վախ որն է, Արցախի իշխանությունը կորցնելով իրենք իրանց հերոս հռչակեցին, հիմա այս վախերում է, որ սրանք կրկնակի հերոսի կոչման հետևից են գնում, այսինքն փորձելու են նաև Հայաստանի իշխանությունները լուծարեն, սուվերենիտետը լուծարեն, որ մենք այսօր այստեղից Իգորի ծննդյան օրը այստեղից փորձենք ուղեր ցղել մեր ժողովրդին, որ եթե չարտնանա թմբիրից, ինչպես մեր ընկերը ասեց, ռուսական մորֆինով սրսկված թմբիրից եթե չարտնանա այս ազգը, լավ որեր չի սպասում, բայց այս ազգը նաև հենց այսօր Իգորի ծննդյան օրը ասենք, որ Իգոր ա ծնել, այս ազգը Արամ Մանուկյան ա ծնել, այս ազգը Դրոյ ա ծնել, Ռուբեն Տերմինասյան եւ այլն, Գեղիշե Չարենց, Մովսես Խորենացի, այսինքն պոտենցիալ ունեցող ազգը չպետք է կորչի, չպետք է տրվի օտար գաղափարախոսություններին, այսպիսով օտար գաղափարախոսությունները ջնջելով և Իգորի Արամի գծած ճանապարհով գնալով կարող ենք հասնել մեր հաղթական հանգրվանին, փառք տանք մեր ժողովրդին իր պանցալի զավակների համար և խորհուրդ տանք պայքարել, առանց պայքարի ոչինչ չի ստացվելու։ Մեր նվիրյալների շնորհակալություն հայտնենք և այսօրվա օրվա կապակցությամբ նորից եմ ասում Իգորի անունը շեշտելու նորից շնորհակալություն, ասենք սպասենք մեր ժողովրդի զարթոնքին։